Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 27-ի համար։ Օրը հինգշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 27-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարող հուզվել, նաև կարող արտասվել։ Ինչ-որ հարցերում ծանրութեթև կանեք, միգուցե այդ արտասվելու մեջ կամ ինչ-որ բաներ եք մտածում, કોઈ շատ կարևոր բաներ է ձեզ համար, և կտրուկ քայլ կանեք։ Կամ ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա, միգուցե դա է։ Ինչ-որ բան է ուշանալու ձեզ մոտ, մոտավորապես 1.5 ամիս, 1 ամիս տենց մի քանի օր։ Նաև ոչ է հնարավորություն ձեր ձեռքից կարող բաց թողնել և դա այնց էմոցիոնալ լինել, որ ճիշտ ժամանակին ոնց որ ոչ մի բան չորոշեցիք կամ ասեցիք չէ, հա, եւ այլն, համար ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 27-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև ինչ-որ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ, միգուցե դա է, հա, հավաքում երկեսանի մարդկանց, ձեր տրամադրությունը կբարձրացնի նաև։ Օրվա ընթացքում կարող եք գոռգռալ ինչ-որ մեկի վրա, միգուցե նաև այստեղ աշխատանքի հետ է կապված, աշխատանքի վայրում,
Միգուցե նաև գորգռում եք, հետո ձեզ վատ եք զգում, համար ուշադիր եղեք, նաև սա կարող է լինել աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան, հա, կախված է ձեր աշխատանքից, դա համար ուշադիր եղեք, որ ձեզ չվնասեք։ Եվ հեռախոսազանգ ունեք այդ օրը, որից մասնագետի կարող եք հանդիպել, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն։ Միգուցե նաև այստեղ աշխատանքի հետ է կապված ինչ-որ պայմանագիր եք կնքում կամ նաև ինչ-որ ցիկլային աշխատանք է, որը որ կարող եք անել կամ ձեզ տան։ Նաև ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Ինչ-որ խառը օր է, ոմանց էլ նաև կարող են հրավիրել առիթի։ Սա է ինձ մի փոքր խառնում, որովհետև իրանք իրար հետ են, դա համար եթե գորգրակ կարող ձեզ վատ զգալ, այստեղ ավելի շատ երևի դա է ասում, աշխատանքն էլ առանձին է, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 27-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել հնարավոր է գումարի հետ է կապված։ Առավոտյան շատ շուտ նաև կարող եք գումար ստանալ, գումար ծախսել։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք, նաև ինչ-որ դռներ է բացվում ձեր առջև, նաև կարող է հեռախոսազանգն է այդ մասին ասում։ Կամ կարող եք զանգահարել ինչ-որ մեկին եւ շատ հեշտ ընկնել, խոսել եւ այլն։ Նաև ոմանք հիվանդանոցում ինչ-որ մարդիկ ունեն կամ պետք է այցելեք կամ գնում եք ոչ բժշկական կենտրոն ձեր հետ կապված հարցերի համար։ Կարող եք հուզվել, արտասվել, նաև երեկոյան էլ ուշադիր եղեք, այստեղ կամ ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել, կամ մեկը մյուսին կարող վիրավորել, կամ նաև դուք եւ ձեր զույգը։ Միգուցե հուզված եք եւ կպնում եք մեկը մյուսին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 27-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ մի կամ աշխատանքի վայրի հետ կապված ինչ-որ մի բան լսեն գաղտնիք, այդպես փուչիկի նման պայթին, նաև դա կարող է լինել պետական աշխատող, որ ձեզ ինչ-որ մի բան կարող է ասել։ Նաև ոմանք կգնան հարցազրույցի, շատ աշխատանք կունենան, համենայն դեպս նաև կարող է սա ձեզ աշխատանք են առաջարկում, բայց այդ ամենը սուտ է, այդ է ինչ-որ փուչ բաներ են, ուշադիր եղեք, որպեսզի թակարդը չհայտնվեք։ Օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք, ինչ-որ մեկի մասին կարող եք մտածել, կամ ինչ-որ բանի մասին կարող եք մտածել։ Երեկոյան եւս դեռ էմոցիոնալ եք։ Ինչ-որ էմոցիաներ են պահպանվում։ Միգուցե աշխատանքի եք ընդունվում եւ դա է կարող է դեռ մինչև երեկո, չնայած 1 րոպե, այստեղ ավելի շուտ սա է։ Վիճում եք։ Ավելի շուտ, քան էմոցիոնալ եք։ Մի քիչ լարված օր է կարծես թե բոլորի համար է սա այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 27-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, ինչ որ կարող է նաև առավոտյան եք ինչ որ գլխացավով արթնանում կամ նմանվոյացը մի բան։ Կարող եք տատանվել, ծանր ու թեթև անել, ինչ որ հարցեր, նաև օրվա ընթացքում երկար սպասված տեղեկատվություն կստանաք կամ փաթեթ կամ որևիցե փաստաթուղթ, որին երկար եք սպասել։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսման կենտրոն կամ մեկ այլ, ինչ որ պետական հիմնարկություն։ Այդտեղ նաև միգուցե որ տատանվում եք, ելք եք փնտրում, միգուցե գլխացավի դեմ, միգուցե որ կարող է ինչ որ կարող հիվանդանում եք, հա, այդպես։ Համենայն դեպս ինչ որ ելք կփնտրեք։ Եվ երեկոյան բավականին շատ աշխատանք կունենաք այդ օրը, կարող եք պատվերներ նաև գրանցել, կարող եք գնալ հարցազրույցի, աշխատանքի ընդունվել կամ աշխատանքի մասին ինչ-որ մի բան իմանալ, բիզնեսը առաջ տանել, նաև հանդիպել պետական աշխատողի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 27-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը աշխատանքի հետ կապված ինչ-որ լուսավոր մի բան տեղի կունենա, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, բիզնեսը ինչ-որ մի ձևով ծաղկի, նաև կարող է պետական աշխատողն է ինչ-որ մի լավ բան ասում, ինչ-որ մի լուսավոր մի բան, որը ձեր տրամադրությունը բարձրացնում է, աշխատանքի վայրում ինչ-որ բան է տեղի ունենում, նաև ինչ-որ մի փուչկի նման մի բան է պայթելու, Եվ ուշադիր եղեք, որպեսզի դա նաև փուչիկ է, փուչիկ խոսակցություն, փուչիկ արտասանություններ, ինչ-որ փուչիկ առաջարկություններ, որ ինչ-որ բաներ այնպես չեն։ Նաև հեռախոսազանգ կունենաք և ինչ-որ մեկի հետ վիճում եք։ Հետո, չգիտեմ, հեռախոսազանգից հետո, թե հեռախոսի հետ է, հեռախոսով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 27-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, առավոտյան ինչ-որ դեպրեսիվ վիճակ է կամ ինչ-որ մի բան է այստեղ տխուր եք արթնանում, գուցե երազ եք, այդպես լավ երազ չեք տեսել և աշխատանքի հետ կապված հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել կամ պետական աշխատողի հետ հանդիպումից, կարող է այդ ժամանակ իրեն էր հարմար, բայց ձեզ հարմար չէր և հետո կսկսեք մտածել միգուցե այդ ուղղությամբ ինչու օրինակ երկար մտածեցի, ինչու այդ պահին մերժեցի, նաև օրվա ընթացքում որոշ դռներ կբացվեն ձեր առջև, որ ձեր հնարավորություններ կունենաք, ինչ-որ բաներ անելու համար, որ հաջողություն ունեք, բայց հետո եւս խոչընդոտներ կան, որոնք պետք է հաղթահարեք։ Երեկոյան ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կարող եք հանգստանալ կամ պետք է հանգստանաք։ Նաև կարող է հիվանդ ունեք, ում պետք է խնամեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 27-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը աշխատանքի կարող եք ընդունվել կամ նաև աշխատանքը կարող է քիչ լինել եւ ոնց ասում ձեր քունը տանի, ուզենաք պարկել հանգստանալ, որովհետեւ բան չկա անելու։ Նաև հարցազրույց դա կարող է լինել հանդիպում պետական աշխատողի հետ կամ կարող խոսել նման աշխատողի հետ, կարող առավոտյան պետք է արթնանաք, կարող առաջին աշխատանքային օրն է եւ դժվարությամբ եք արթնանում, որպեսզի գնաք աշխատանքի կամ հենց արթնանում եք, որ տվյալ մարդու հետ խոսեք։ Օրվա ընթացքում ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան է դանդաղում, կամ դուք կարող եք գնալ ինչ-որ միտեղ եւ այնտեղ երկար մնալ։ Ոմանք գումար կստանան, ոմանք գումար կծախսեն այդ օրը։ Ամուսնության առաջարկ կարող եք ստանալ, հարսանիքի հրավեր, նշանադրության հրավեր, սա նաեւ ցիկլային գործ է, որը մշտապես անում եք կամ ինչ-որ պայմանագիր է։ Եվ սեղանի շուրջ կնստեք այդ օրը, նաև երեկոյան մտքերի մեջ կլինեք, կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի մասին կմտածեք, դե եթե ձեզ ամուսնության առաջարկ անեն, ապա մատանու կնայեք եւ կմտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Աղեղնավորներին։ Կարիճների հետ գործ եք ունենալու էլի։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 27-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը գումար վերցնելու կամ վճարելու հետ կապված ինչ-որ խոչընդոտներ կան։ Միգուցե աշխատավարձն է, միգուցե հենց ուղղակի գումարի հետ է կապված այդ խոչընդոտները։ Օրվա ընթացքում հույսով եք, հույսով լցված եք, նաև կարող եք պարկել, հանգստանալ այդ օրը, կամ հույսնադել եք ինչ-որ մեկի վրա, ոմանց մոտ ինտիմ հարաբերություններ են, ոմանք կարող է ուղղակի իրենց թույլ զգան, պարկեն, հանգստանան։ Եվ օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք, ինչ-որ բաների մասին կմտածեք եւ այդ մտքերից էլ ելնելով կարող եք ինչ-որ մի հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք։ Եվ երեկոյան հանդիպում կամ շփում որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 27-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը ինչ-որ հարցեր ձեզ կարող են տանջել, տատանվեք, ծանր ու թեթև անեք, նաև լուսավոր որ թե մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, եւ սպասում եք ինչ-որ մեկին, միգուցե տան հետ է կապված, միգուցե տան անդամներին, որ գան ինչ-որ բան պատմեք, կամ նաև գուցե տուն եք նայում, տուն եք ուսումնասիրում, հա, ինչ-որ վարձովի համար կամ տեղափոխվում եք, սպասում եք մեքենան գա, որպեսզի տեղափոխվեք։ Նաև ոմանց մոտ կարող է տանը առիթ է, եւ սպասում եք հյուրերին կամ դուք եք գնում ինչ-որ միտեղ հյուր կամ առիթի։ Տան իրերն եք տանում, բերում այս ու այն կողմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 27-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը անսպասելի ոչ է դուք կտրուկ քայլ եք անում, ձեր հանդեպ կտրուկ քայլ են անում, այստեղ կարող է սիրո խոստովանություն են անում, մտածում եք այդ մասին, միգուցե դուք եք այդ սիրո խոստովանությունն անում, մտածում եք եւ կտրուկ այդ քայլն եք անում։ Նաև կարող է ձեր հարազատներից են գալիս, ձեր երկրորդ կեսն է, իմանում եք, որ անսպասելի որոշել է գալ կամ գնալ, ինչու՞ չէ։ Եվ հույս ունեք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ հույսով եք, որ ինչ-որ մի բան ձեր ուզածով կլինի։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, այստեղ մասնագետի հետ պետք է հանդիպեք, ուշադիր եղեք, որ չուշանաք, նաև ճանապարհ եք գնալու կամ ճանապարհին հանկարծակի լուր կլսեք կամ ճանապարհը դրա համար եք գնում, որովհետև ինչ-որ հանկարծակի լուր եք լսել։ Կամ գնում եք ինչ-որ մի տեղ, կամ կարող եք լսել, որ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, հա, անսպասելի։ Ինչ-որ անսպասելի բաներ են տեղի ունենում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 27-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ խոչընդոտներ կան, ելք փնտրելու համար կարող եք դիմել ոչ թե տղամարդու օգնության կամ ոչ թե պետական աշխատողի կամ ձեր հորը, ձեր ամուսնուն, ինչ-որ մեկին, որ ձեզ հենց ավելի մեծ է, ավելի կարող է ուժեղ է նաև, ինչ-որ հարցում։ Անսպասելի լուր կլսեք, լավ լուր կլսեք, դա կարող է լինել հիվանդանոցից, կարող է լինել, որ ծննդաբերում են, կարող է ձեր հղիության մասին եք լսում։ Եվ օրվա վերջ, այստեղ կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ բաներ են, կամ ուզում եք երևի շուտ դուրս գաք, որ գնաք կարող է հիվանդանոց, կամ տեղափոխում եք գիշերը այդ օրը աշխատեք, որ այդ մարդու մոտ լինեք, կամ նաև աշխատանքի եք ընդունվում այդ օրը, շատ աշխատանք ունեք, ձեր բիզնեսն եք առաջ տանում, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ, դա նաև կարող է լինել օրինակ հիվանդանոցի բժիշկ, ինքն էլ է այդտեղ մտնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Կամ այստեղ եթե աշխատում եք, այստեղ կարող է լուրը լինել, որ ձեզ թույլ են տալիս օրինակ հանգստանաք ինչ-որ կամ հանգստյան օրեր երբ ունենաք, կամ ամանորը երբ եք հանգստանալու այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։